Շանթիեթերը շարունակում է հեռանկար, իսկ հեռանկարում այսօր հյուրընկալել ենք Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին։ Պարոն Մարուքյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Սկսենք վաղ շաբաթում տեղի ունեցած ընտրական գործընթացներից։ Իշխանությունը, իշխող կուսակցությունը հաղթեց, չնայած ընդդիմությունը այլ համոզմունք ուներ, այլ հայտարարություններ էր անում քարոզարշավի ընթացքում։ Նախ ինչպես եք գնահատում տեղի ունեցած ընտրություններն ու արդյունքները։ Գիտեք, ընտրություններից առաջ իշխանությունները գնացել են մի քանի լուծումների, մի քանի մեխանիզմներ են կիրառել, որը ապահովել է իրենց հաղթանակը։ Նախ որոշել են, թե որ տեխնացուն իրենց թիմից կարող է հաղթող լինել, կարող է շատ ձայն տանել, եւ այսինքն սկզբից որոշել են քարտեզը էլեկտորալ, իսկ էլեկտորալ քարտեզը հետեւյալն է։ Վաղաշաբաթ համայնքին միացվել է եւս 18 համայնքներ, որոնք մեկ խոշորացված համայնքի մեջ են եղել, Խոյ խոշորացված համայնքի մեջ։ Խոյ խոշորացված համայնքի ղեկավարին նշանակել են ԺՊ վաղարշաբաթի եւ եւս երկու բնակավայրել է միացվել Ոսկեհատ, որի արդյունքում 47 տեղամասերից օրինակ 24-ը եղել է էջմիածնում, մնացածը գյուղերում։ Այսինքն գյուղերում ունեցած իր կողմից նշանակած լիազորներով տարել են ըստ էության մեծամասնական ընտրակարգի պես քարոզչություն։ Իջեցրել են քաղաքական կոնտենտը եւ ամեն գյուղում ասել են, որ մեր տղային, մեր հարազատին, մեր եղբորը, մեր ընկերոջը ընտրենք, բայց դա կասկածի տակ չի դնում արդյունքները։ Արդյունքները ոչ, որովհետեւ տեսեք, ընտրությունների օրը արդեն երկար ժամանակ որ մենք խախտումներ չունենք, այսինքն որ քվյա թերթիկները տրցակով գցեն արկղը, փող բաժանեն տեղամասի առաջ, կարուսել անեն, նման բան չի արձանագրվում։ Այսինքն ինչ լինում է մինչև ընտրություններն ա լինում, դա մարես իմաստով այո հաղթել է, բացարձակ այդտեղ որևէ բան չունեմ ես ասելու, բայց այն ինչ որ տեղի ունեցեք, կոչվում է gerrymandering։ Սա Միացյալ Նահանգներում 19-րդ դարում կիրառված փորձ է, երբ որ ըստ էլեկտորալ տարածքների, ընտրական տարածքները կտրտվում են եւ կպցվում են տարբեր կողմերի վրա, որպեսզի հարմար լինի տվյալ անձը կարողանա իրեն հարմար տարածքից ձայն հավաքի։ Հիմա օրինակ ընդդիմադիր տեխնացուն, որ ընկել է երկրորդ տեղ, Էջմիածին քաղաքում, եթե չեմ սխալվում, շուրջ 200 ձայնով հաղթել է իշխանության տեխնացուին։ Հենց քաղաքի մեջ, բայց պարտվել է գյուղերով, որովհետեւ գյուղերը բերել կպցրել են վաղարշաբաթ խոշորացված համայնք են դարձրել։ Ամեն դեպքում ես կարծում եմ սա շատ լավ դաս է ընդդիմության համար, որ ընդդիմությունը պետք է հետևություններ անի եւ հետևությունը հետեւյալն է, որ անջատ այդ էշելոնավորված պայքարի մեջ չմտնի, որովհետեւ այս Գյումրիի օրինակը, նաեւ միջազգային փորձ կա, որից ես խոսել եմ Մոլդովան, մինչեւ Մոլդովան Վրաստանը, այսինքն օրինակները վատն են, ինչու, որովհետեւ ցույց է տալիս, որ ընդդիմությունը բազմաբևեռ մտնում է քվեարկության մեջ, դա բևեռը չի։ Բայց ասեն Գյումրիում արդարացվեց ի վերջո ընդդիմության տեխնացու Գյումրիում իրենք խաբվեց, այդ Գյումրիի վրա ընդդիմությունը խաբվեց։ Հիմա այս մի պարագայում ընդդիմությունը հասկացավ, հուսով եմ հասկացավ, ինչա կատարում, որտեղ Գյումրին, տեսեք, ինքը շատ տեղական առանձնահատկություններ ունի։ Այսինքն երկու խոշոր թիմեր, որոնք ապա քաղաքական ձայն են հավաքում, իրենց ունեցած տեղական նշանակության ազդեցությամբ Երևանում մեկնաբանվում է որպես քաղաքական ձևավորված ընդդիմադիր, բայց գիտեք կներեք, այդքան էլ այդպես չի։ Հիմա ես մի բան ասեմ, գյուղերում, որտեղ որ օրինակ ընտրել են ԿՊ-ի տեխնացուին, որպես իրենց գյուղի տղա, համապետական ընտրություններին ընտրելու են համապետական տրամաբանությամբ արդեն ոչ ԿՊ-ին։ Որտեղ փոխվում է տրամաբանությունները, չի կարելի խաբվել լոկալ ինչ-որ իրողության վրա, հա, դրանք շատ տարբեր են։ Դրա համար շատ կարևոր է հասկանալ ինչ է արվել, օրինակ Գյումրիի հետ հայմատում ենք, չէ՞, օրինակ Գյումրիում Սարիկ Մինասյանի նախընտրական պաստառների վրա գրված էր քաղաքացիական պայմանագիր։ Եվ Նիկոլ Փաշինյանը գնաց ելույթ ունեցավ։ Վաղարշաբաթում Նիկոլ Փաշինյանը չի գնում ելույթներ ունենում, որ չքաղաքականացվի, եւ նախընտրական պաստառների վրայից հեռացում է քաղաքացիական պայմանագիր։ Բայց ընտրությունները ինքնին քաղաքական գործընթացներ են, ինչը չքաղաքականացվի։ Բայց տեղական մակարդակում դրանք քաղաքական գործընթաց չեն։ Այսինքն այդ փոքր համայնքներում դրանք քաղաքական գործընթաց չեն։ Ասենք մեր ախորն ենք ընտրում, մեր հոգու նույն ոգևորությունը, որ ուներ Գյումրիում ընդդիմությունը, արդարացված չէր։ Իրենք էլ այդ էսե Գյումրիում մենք
Բացարձակ, սխալ ոգևորություններ, սխալ հաշվարկներ, որի վրա եթե կառուցվի պարլամենտական ընտրություններ, դա կտանի տոտալ պարտության։ Հետեւաբար այս միացնի փորձը, վաղար շաբաթի այս փորձը, շատ կարևոր է, որ սթափեսնի Գյումրիից հետո, հա։ Հիմա ես հույս ունեմ, որ կսթափվենք։ Այսինքն ճիշտ եմ ասում, դուք համաձայն չեք նաև այն գնահատականին, որ վաղար շաբաթում տեղի ունեցած ընտրությունները, արդյունքները նախերգանքն էին 2026-ի խորհրդարանական ընտրությունների։ Վարչապետն իր հայտարարության մեջ նման դիտարկում էր արել։ Բացարձակ ոչ մի ձևով դրանք չեն կարող նախերգանքը լինել, որովհետև համապետական ընտրություններին հնարավոր չի Նիկոլ Փաշինյանին թաքցնել, ասել ելույթ մի ունենա։ Համապետական ընտրություններին հնարավոր չի քաղաքացիական պայմանագիր կուսակցության անվանումը հանել պաստառների վրայից, հա, եւ ասել, որ մեր թաղի տղուն ենք ընտրում, մեր գյուղացու, մեր աղբերը, մեր հարազատը, մեր ընկերն է։ Չի լինում այդպես։ Հետեւաբար պարզա իրենք հիմա այդ ինքնավստահությամբ, բան, դա շատ լավ է որ ուրախացել են, շատ լավ որ ավելի ինքնավստահ են, դա թույլ կտա, որ իրանք ավելի շատ սխալներ գործեն։ Եվ այդ ինքնավստահությամբ նաև ավելի շատ սխալներ կգործեն քաղաքական իմաստով եւ ընդդիմությունը չի գործի սխալներ։ Օրինակ տեսեք Գյումրիի օրինակով ընդդիմությունը սկսեց սխալներ գործել։ Հիմա հակառակն է տեղի ունենալու, որը շատ կարևոր է սա։ Պարոն Մարկյան, այսինքն չկա այլևս այն ընկալումը, որ ինչպես էր ընդդիմությունն ասում, այ քաղաքացիական պայմանագրին չեն ընտրում են Նիկոլ Փաշինյանին։ Հիմա դուք հակառակն եք ասում եք Նիկոլ Փաշինյանը չէ քաղաքացիական պայմանագիր։ Չէ, Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագրին չեն ընտրում են իրենց թաղի տղուն։ Այսինքն այն ժամանակ, երբ որ քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանը ավելի բարձր ռեյտինգ ուներ, քան քաղաքացիական պայմանագիրը, նոր հեղափոխություն եղել։ Այո, Նիկոլ Փաշինյանը։ Բայց հիմա այս պայմաններում, այլևս դուք հաշվի առեք, որ 7 տարի մարդիկ իշխանություն են։ Ժամանակը հոսում է եւ իշխանությունը չունի այն ռեյտինգը, որը ուներ 20 թվականին, 21 թվականին, 22-ին, հա, փոփոխություններ։ Այսինքն չունի այնքան, որ 26 թվականին նորից վերընտրվեն։ Բացարձակ վերընտրվելու հնարավորություն չունի։ Այսինքն եթե արդար մրցակցային պայմաններ են ստեղծվում, հա, բոլորը հնարավորություն ունեն դաշինքներ կազմելու, խոշորանալու եւ բոլորը մասնակցում են, այնպես ինչպես օրինակ ես եմ պատկերացնում, որ կարող են մասնակցել, Նիկոլ Փաշինյանը դառնալու է ընդդիմություն։ Պարոն Մարկյան, ձեր ղեկավարած ուժը Լուսավոր Հայաստան կուսակցությունը կարծես թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ասես пассив է, հետ քաշված է։ Նախ ինչու եք նման քաղաքականություն որդեգրել, նման սկզբունքով առաջարժում, չեք կարծում սա կարող է նաև ստուգողական ընտրապայքար լինել։ Մենք քանի որ 15, 16, 17 թվականների թիմերում, նաև այս վերջին շրջանում էլ Երևանում փորձ ունենք կուտակած։ Մենք նոր ուժ չենք, որ մեր բրենդը հայտնի դարձնենք դրա միջոցով։ Մենք նոր ուժ չենք, որ մեր ինչ որ տեստեր անենք։ Մենք գիտենք, որ պարլամենտական ընտրություններից առաջ իրավիճակն այնպիսին է, որ մենք ավելի լավ է համապետական մասշտաբի process-ներին պատրաստվենք եւ չմտնենք մի process-ի մեջ, որը կեղծ է եւ դրանից որևէ բան չի լինի։ Օրինակ հիմա Վաղարշապատ համայնքում gerrymandering արվել։ Դա տոտալ անարդար բան է։ Խոյ համայնքը միացվել է Վաղարշապատին եւ նրա ղեկավարը նշանակվել ԺՊ, այսինքն նա վերցնում է Խոյ համայնքի 16 գյուղերի ռեսուրս, դրան գումարած Վաղարշապատի ռեսուրս եւ ասում է դե եկեք հետս կռվեք։ Այսինքն եթե ընդդիմությունը ի սկզբանե ասեր որ այս անարդարություն եք դուք արել եւ այստեղ այս ընտրություններին մենք չենք մասնակցում, իշխանությունը ինչ պետք է անի։ Հնարամտությունը ամեն դեպքում անարդարություն չէ։ Տեսեք, եթե հնարամտություն անում է իշխանությունը եւ օգտագործում է պետական լծակները, այսինքն ըստ էության տեսեք ինչա տեղ ասել, որպեսզի հաղթեն Վաղարշապատում, փոխել են Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը։ Հիմա դա հնարամտություն չի, դա կեղծիք է։ Այսինքն մենք մեզանում ընդունված է որ կեղծիքը բանը քվեաթերթիկ կեղծելն է, արձանագրությունները կեղծելն է, ոչ, դա էլ է կեղծիք։ Այսինքն իրանք ոչ թե հնարամտություն են արել, այլ վերցրել մի ամբողջ 18 գյուղ միացրել են Էջմիածին քաղաքին։ Պարտվել են Էջմիածին քաղաքում գյուղերի ձայներով բերել մի կերպ հասցրել ծայրը ծայրին։ Հիմա դա եղավ հնարամտություն։ Հիմա այդ պարագայում օրինակ տեսեք այն ընդդիմադիր ուժերը, որոնք հիմա 50-30 ձայնով դուրս են մնացել, եթե նրանք գնային խոշորացված, այս բանը տեղի չէր ունենա։ Կլինեին ավականու մեջ եւ միգուցե այդ մյուս տեղի վրա կարողանային ձևավորել որևէ ուժ։ Բայց տեսեք ինչա տեղի ունեցել։ Այդ անջատ էշելոնավորված գնալը, որ ամեն մեկն իր ամբիցիան առաջ մղում, բերում է վերջում այդ վիճակին։ Հիմա մոտավորապես 14 ու քանի տոկոս ձայն է փոշիացել Էջմիածնում, պարլամենտում սպասվում է մոտավորապես 20-25% ձայների փոշիացում։ Եթե այս նույն սխալները կրկնվեն։ Հիմա իմ հույսս որն է, տեսեք, համապետական մակարդակում Հայաստանի Հանրապետությունում մեր քաղաքական համակարգն այդպեսին է։ Բան չի փոխվում, թե ով է Էջմիածին քաղաքում աղբանությամբ զբաղվում, որ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, կամ ով է կանաչապատում անում։
Հիմա երբ որ տեսեք 18 թվականին ՀՀԿ-ն Հայաստանի բոլոր համայնքներում ուներ քաղաքապետեր, գյուղապետեր, դա իրան ոչինչով չփրկեց։ Հետաբար համապետական process-ի վրա այս փոքր տարածքներում թե պարտությունը իշխանության, թե հաղթանակը չի ազդում։ Հիմա իշխանությունը պարտվել է Գորիս, Կապան, Մեղրի, կամ թվարկեմ, Վանաձոր, Գյումրի բոլոր համայնքներում։ Դա արդյոք նշանակում է, որ նա կարող է պարտվել հանրապետական դրություններում։ Պարոն Մարուկյան, բայց բավականին տարբեր է։ Բայց հիմա նայելով մեր քաղաքական դաշտը, դուք տեսնում եք, որ մեծ է հնարավորություն այդ մեծ դաշինք, կոալիցիա, ինչ որ կուզեք անվանեք, հա, համախմբում, այսպես ասենք։ Դրա հավանականությունը հիմա մեծ է, որովհետև նույն ընդդիմադիր դաշտում իրար ինչ ասես ասում են, իրար դիվիդենդներ են շահում իրար հաշվին։ Հիմա այդ դեպքում ինչպես միավորվել։ Տեսեք, եթե չեն գնում համապատասխան զիջումների, կոմպրոմիսների դիմադիր ուժերը, այո, Նիկոլ Փաշինյանը կարող է այդ պարագայում վերընտրվել։ Թող մարդիկ գցեն բռնեն, ինչն է կարևոր։ Իրանց ամբիցիաները թե պետության ապագան։ Հիմա շատ լավ որ դուք ամբիցիաներ ունեք եւ հետո ինչ։ Շատ լավ որ յուրաքանչյուրը մտածում է որ ինքը 15-20%-անոց տղա է, բայց այդպես չի։ Այդպես չի։ Եվ պետք է մարդիկ դրանից դասեր քաղեն, հասկանան ինչ են անում։ Սա գիտություն է։ Ասենք քաղաքականությունը գիտություն է։ Ընտրությունները դրանք գիտականորեն ուսումնասիրվող բաներ են։ Սա այդպես խաղու պար չի, որտեղ ուզում է գնա իր գեղը մասի ես սենց եմ անում։ Այդպես չի։ Եվ փորձի հանկարծ մեկը իր գյուղի որևէ պրակտիկա համապետական մակարդակում ասի քանի որ այդտեղ սենց է ուրեմն այնտեղ տենց է լինելու։ Այդպես չի։ Չեն հասկանում ինչ են անում, վերջում գնում են նման իրավիճակների հանգում։ Դուք եւ ձեր քաղաքական ուժը աջակցություն եք հայտնել Սամվել Կարապետյանին, Սամվել Կարապետյանի գլխավորությամբ նաեւ այսպես քաղաքական ուժ է ըստ էության ձևավորվում Սա արդյոք խոսում է այն մասին, որ դուք երբ որ ասում եք խոշորացում, ձեր քաղաքական ուժը, օրինակ 2026 թվականի ընտրություններին պատրաստվում է կամ քննարկում է Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի հետ միավորման եւ մեկ դեմքով ընտրություններին մասնակցելու տարբերակը։ Տեսեք, մենք մեր աջակցությունն ենք հայտնել Սամվել Կարապետյանին հենց այն վարկյանից, այն րոպեից, որ նա կալանավորվել է ապօրինի եւ շարունակում է կալանքի տակ մնալ Եվ այսօր էլ կալանքի գործով քննություն կա, որ երկարացվի, այսինքն նա քաղաքբանտարկյալ է, մենք դատապարտել ենք, մեր աջակցությունը հայտնել ենք, նաև մեր միջազգային կապերն ենք օգտագործել, որ ներկայացնենք, թե ինչ է կատարում Հայաստանի Հանրապետությունում։ Այդ թվում նաև Միքայել Սրբազանը, այսինքն սա մի ամբողջ շարք է։ Բայց պետք է մի բան ակնհայտ արձանագրենք։ Այս պահին իրենք դեռ քաղաքական ուժ չեն ձևավորել։ Ունեն մեր ձևով շարժումը, որը փորձում է դառնալ գրանցել քաղաքական ուժ եւ գրանցվի, այդ ժամանակից սկսած մենք կարող ենք քաղաքական մասով խոսել, այսինքն դեռ որևէ բան էս իմաստով հստակ չէ։ Մենք մեր որոշում ունենք, որ մենք մասնակցելու ենք 26 թվականի գործընթացներին, թե ինչ ֆորմատով ենք մասնակցելու, ես կարծում եմ դեռ համ վաղ է, համ էլ դեռ այդ բանակցությունները, այդ process-ները կարծում եմ դեռևս այս տարի չեն անգամ լինի։ Մյուս հունվարից սկսած փետրվարից, որտեղ ընտրությունները վերջին հաշվով հունիսի 7-ին։ Այո, մենք չենք բացառում եւ նաեւ մենք ջատագովում ենք, որ բոլոր այն ուժերը, որ տեսնում են հնարավորության որևէ նշույլ կա, հա, ինչ որ տոկոս կա հնարավորության, որ իրենք կարող են խոշորացված մասնակցել, դա ավելի ճիշտ է, քան փորձել գնալ մի ճանապարհով, որը վտանգավոր է, ռիսկային է եւ ցանկացած փոշիացված ձայն իօքուտ իշխանության է օգտագործվելու։ Այդ դուք ասացիք աջակցություն եք հայտնել Սամվել Կարապետյանին հենց այն վարքյանից, երբ որ նա կալանավորվել է։ Այսինքն եթե չկալանավորվել, այսինքն այդ աջակցությունը պայմանավորված էր կալանավորումով, որտեղ այն պայն որ նա կալանավորվել է, նա քաղաքական հետապնդում։ Որտեղ միջև կալանավորումներ նա հայտարարել, ըստ էության հայտարարություն արեց, որից նոր սկսվեց։ Նա հայտարարություն է արել եկեղեցուն պաշտպանության, պաշտպանություն եկեղեցուն, քաղաքականություն մտնելու մասին, որ հայտարարություն չի եղել։ Անկարող նա 37 վայրկյանանոց հարցազրույց է, հարցազրույցը չէ, մեկնաբանություն շատ կարճ, որտեղ ասում է եկեղեցին, մեր ազգային եւ այլն, այսինքն մենք այդ պայծ մեր աջակցությունն ենք հայտնել, բայց դրանից հետո արդեն process-ներ են սկսվել, որից հետո նա հայտարարել է քաղաքականություն մտնելու իր որոշման մասին եւ քաղաքական ուժ ձևավորելու բան։ Դրա համար ասում եմ, այսինքն գաղափարական կամ ռազմավարական տարաձայնություններ նրանց հետ չունեք։ Դե դրա համար եմ ասում, կձևավորվի քաղաքական միավորը, մինչև այս պահը ինչ որ հայտարարություն Սամվել Կարապետյանը արել է բանդից չունենք, այո։ Ձեր կարծիքով ընդդիմադիր դաշտը կարիք ունի, դուք արդեն ասեցիք լայն միավորման, բայց դատելով նաև հիմա այն տեղի ունեցող գործընթացներին, շատ են չի ասում երկրորդ նախագահը, երրորդ նախագահը միմյանց հետ, այստեղ գալիս է արդեն Սամվել Կարապետյանի այն ուժը, որը ձևավորվում է,
հնարավորություն ամեն դեպքում կա այդ կոնսենսուսին հասնելու։ Թե ամեն դեպքում նկատելի է, որ նրանք ունեն տարաձայնություններ, գաղափարական եւ այլն կամ անձնական, որոնք որ անհնար են դարձնում։ Ես կարծում եմ, որ պետք է ամեն բան դրվի մի կողմ եւ կան ավելի վեհ, ավելի բարձր արժեքներ, որոնք ավելի մեծ են, քան թե դու ինքդ ես։ Հիմա տեսեք, ես կարծում եմ, որ մենք էլ ունենք մեր ամբիցիաները, բան չէ, բայց ավելի մեծ արժեքներ կան։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը, մեր պետության շահերի պաշտպանությունը, մեր ազգային ինքնության պաշտպանությունը։ Հիմա Արարատ լեռը մեր զինանշանից փորձելու են հանել ընտրություններից հետո։ Մեր պետության հենքը սահմանադրական անկախության հռչակագրի հղումը փորձելու են հանել սահմանադրությունից։ Դուք նաև ասում եք Տիգրան Աշենն են փորձելու, բայց վարչապետն ասաց, որ ինքը չի կարող Տիգրան Աշենը հանել, դա պետք է դրվի օրինակ հանրաքվեի։ Չէ, խոսքը գնում էր Արծվաշենի մասին։ Արծվաշենը հետ բերել եւ դրա փոխարեն, այսինքն փոխանակում իրականացնել։ Արծվաշենի մասին էր ասում, եւ այդ վտանգը կա, Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կան ադրբեջանական տարածքներ, եւ դատաքննության ժամանակ խոսվել է այնտեղ, որ իբր օկուպացված համայնք կա Հայաստանի Հանրապետության ներսում, որը պետք է Հայաստանը ամբողջությամբ հետքի, որովհետեւ ոչ մի իրավական փաստաթղթով Հայաստանի տարածքից ներս Ադրբեջանը չունի որևէ տարածք։ Ես սա պաշտոնապես եմ ասում, որպես ժամանակին նաև հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատած մարդ, եւ ես պնդում եմ, որ չկա ոչ մի տարածք, որը մենք կարող ենք զիջել Ադրբեջանին։ Բայց այս իշխանության ոճը աշխատելու եւ ինչ որ մենք ունենք, մենք գիտենք արդեն, չէ՞։ Ես արդեն այդ իմաստով իմ ձեռքերը լվացել եմ իրանց։ Ես գիտեմ, որ իրենք չեն կարողանալու ոչ մի կերպ մեր շահերը պաշտպանել եւ պահել մեր գոնե եղածը։ Խոսքը չի գնում է գնալ ինչ որ բան բերել, ինչ որ բան հետ բերել, չէ, մեր եղածը պահելու մասին է խոսքը գնում։ Եվ դրա համար ես կարծում եմ, որ այո, ես ինքս, մեր ներկայացած կուսակցությունը, Հայաստանի բազմաթիվ բոլոր կուսակցությունները, բոլոր քաղաքական առաջնորդները, նրանք ավելի փոքր արժեք են, բոլորով իրար հետ վերցրած, քան Հայաստան պետության շահը, հետեւաբար պետք է Հայաստան պետության շահը առաջ դնել եւ բոլորն իրենց անձնական եւ կուսակցական քաղաքական ամբիցիաներն ու նպատակները, հա, իրենց երազանքները հետ պետք է դնեն, որովհետեւ Հայաստանից այն կողմ մեզ համար ավելի թանկ երազանք չի կարող լինել։ Եվ մեր երկիրը փորձենք պաշտպանել այն ձևով ընտրություններով մասնակցել, որ Հայաստանում կարողանանք փոխել իշխանություն եւ կանգնեցնել այս զիջումների, այս միակողմանի հանձնումների process-ը։ Եվ ամփոփելով մեր զրույցը, պարոն Մարուկյան, ինչ է կարծում, ընդդիմությունն այսօր ինչ հիմնական խնդիրների առջև է կանգնած։ Գիտեք, ընդդիմությունը պետք է նախ Հայաստանում, տեսեք, Հայաստանում մեծ կարիք կա ընդդիմափոխության, ընդդիմության փոփոխության։ Ընդդիմությունը փոփոխվում է հիմա, այդ process-ը մեկնարկած է։ Դա մարդիկ ցանկանան, չցանկանան, ուզենան, չուզենան, այսինքն 21 թվականի իրավիճակը այլևս գոյություն չունի։ Եվ դա նաև հասկանում է Նիկոլ Փաշինյանը։ Եվ ահա դա է պատճառը, որ ամեն զիջման գնաց, որոշ միացնում կարողանա հաղթել իր կուսակցության անվանումը հանել պաստառների վրայից, ինքը չմասնակցի անձամբ այդ քարոզարշավին եւ չքաղաքականացնի քարոզարշավը, այսինքն դա Փաշինյանից չի։ Նա շատ կուզենար գնալ այնտեղ ելույթներ ունենալ, պատմել իրական Հայաստանի մասին էջ միացնում, հա, բայց չի արել, ինչու որովհետեւ հասկանում էր, որ թե դանի ինքը պարտվելու է։ Եվ ոչ միայն մինչև ընտրություններն է քայլեր արել, ասենք, մի ամբողջ 18 համայնք միացրել Այդ միացնին այլև այլ քաղաքական, այդ իմ ասած տեխնոլոգիաներն էլ է կիրառել, բայց ինքը չի կարող դրանից խուսափել արդեն պարլամենտական ընտրությունների ժամանակ։ Հետեւաբար ընդդիմությունը պետք է այս իմաստով հասկանա ինչ է անում։ Եվ ես իմ վերլուծությունները, գիտելիքները բաց եմ անում, բաց խոսում եմ, չեմ գնում հանդիպում ընդդիմադիր ուժերին բացատրում, որ բայց սա է ճիշտը։ Չէ, բոլորը պետք է հետևեն, նայեն, իմանան, մեկս մյուսից լսենք, ընդհանուր կարծիքի գանք։ Որևէ մեկը կարա վիճարկի ներկայացրած փաստերը, թե ինչու եմ ասում այսպես, կարող եմ այդ մարդկանց հետ բանավիճել ամեն օր։ Բայց սրանք անվիճարկելի են։ Իրավիճակի գնահատականը սա է եւ ելքն եմ ասում, թե որն է։ Ելքով էլ ավարտեցինք։ Այո։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուկյանն էր։